Ես Նանեն եմ։ Շարլի մայրը ներկայացնում եմ Շարլ ապրանքանիշը, որը ստեղծել եմ միայն նրա աշխատանքներից։ Շարֆերի տեսքով, բարձերի տեսքով, թևնոցների, վզնոցների։ Շարլը առողջ բալիկ է եղել, քիչ, բայց խոսք ունեցել է։ Այնուհետև 2-2.5 տարեկանից զգացվում էր արդեն որոշ խնդիրներ, բնականաբար դիմեցինք բոլոր հնարավոր մասնագետներին և ախտորոշվեց աուտիզմ։ Թեպետ վարքային խնդիրներն այդքան խորը չէին, ընկալումը շատ զարգացած էր, բոլոր հնարավոր թերապիաները մենք անցնում էինք, ավելի զարգացնում։ Նկարչությունը ամենալավն էր, ամենաստացվածն էր, քանի որ իր նկարների միջոցով ինքը սկսեց խոսել, կարելի ասել մեր հետ։ Շատ գունավոր էր իր աշխարհը, որը ներկայացնում էր նկարների միջոցով, շատ լուսավոր, շատ բարի։ Փորձեցինք ամեն ինչ անել, իր կյանքը հեշտացնել։ Ինքը նկարում է 3 տարեկանից, անհատական ցուցահանդեսներ եղան ու առաջին անհատական ցուցահանդեսը 8 տարեկան հասակում էր, ամեն ցուցահանդեսից հետո շատ ավելի հասուն ձեռագրով էր սկսում նկարել։ Շարլի կտավները վերածում եմ շարֆերի և մետաքսե և քաշմիրե, դեկորատիվ բարձերի, թևնոցներ, վզնոցներ։ Նկարում է Շարլը, թողում ենք աշխատանքները չորանում է, այնուհետև այդ նկարները հանում եմ մոտակա այգում, նկարում եմ, համապատասխան չափերի եմ պատրաստում, ուղարկում տպարան, լոգոն է դրվում, իդեպ լոգոն իր անունն է, որը ինքն է գրել իր ձեռագրով։ Շատ ջերմ է ընդունվել, շատ սիրվել է, տարածվեց մեկը մյուսին նվիրելով, մեկը մյուսին խորհուրդ տալով։ Այնքան ջերմ ու բարի ներաշխար է ներդրված իր կտավներում, համենայն դեպս կարծիքները բոլորի դա եղել, որ բոլորը զգում են իր ներաշխարը։ Ինստագրամյան էջ եմ վարում, ինքս եմ ներկայացնում շարֆերը, հիմնականում իմ վրա կրելով։ Պատվերներ ունենք, շատ ունենք, որը շատ հաճելի է, յուրաքանչյուր նոր կտավ, որը պատկերացնում է, որ այս գույների հետ սիրուն կլինի, այս ֆոնի հետ սիրուն կլինի, պարտադիր անում ենք։ Իրականում այս դեպքում շատ դժվար է ինչ-որ ծնողի խորհուրդ տալ, բայց միևնույն ժամանակ հնարավոր է, որ ոգևորություն առաջացնի, ոգեշնչվեն տեսնելով մյուս երեխայի աշխատանքները, մյուսի աշխատանքները, չգիտեմ, փորձեն փնտրել իրենց երեխաների մեջ տաղանդը։ Մեկը նկարում է, մեկը գրում է, մեկը երգում է, մեկը պարում է, ուղղակի աշխատել, զարգացնել այն, ինչ հնարավոր է։ Ընդհանուր առմամբ Շարլը շատ-շատերին օգնեց իր աշխատանքով և բարեգործություն արվեց իր կտավների ու շարֆերի վաճառքից, շարունակում ենք այն անել։ Եվ քանի երեխա սկսեցին գնալ նկարչության ու բոլորը գնում են ասում են ուզում ենք Շարլի նման նկարել։ Շարլի ներաշխարհը շատ է ինձ փոխել։ Այդքան դժվարություններով հանդերձ լցրել է գունավոր, լուսավոր, չգիտեմ։ Իրականում շատ շփոթված է, երբ նոր էի սկսում, որովհետև և պարտավորվածություն, և պատասխանատվություն, և հպարտություն, և ուրախություն, և ջերմություն, ամբողջ էմոցիաներս իրար էր խառնված։ Այս երեխաները իրենց ձևով են ապրեցնում մեզ։ Պետք է ուղղակի իրենց հասկանալ, ընդունել ու սիրել, շատ սիրել։ Հաստատ հազարապատկված հետ է ստանում։